Ապրիլի 22-ին Դինամո մարզադահլիճում կայացել է ներքին գործերի նախարարություն, գլխավոր դատախազություն ֆուտզալի եզրափակիչ հանդիպումը, որին ներկա էին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներքին գործերի նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ Համառ պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճեց ներքին գործերի նախարարության հավաքական թիմը, 5-3 հաշվով հաղթելով գլխավոր դատախազության հավաքական թիմին։ Ֆուտզալի առաջնությունում երրորդ մրցանակային տեղը գրավեց քննչական կոմիտեի հավաքական թիմը։ Ավարտին տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Ներքին գործերի նախարարության հավաքական թիմին և մարզիչ պաշտոնաթող գնդապետ Գագիկ Վարդանյանին մեդալներով ու դիպլոմներով պարգևատրեց Արփինե Սարգսյանը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած հավաքական թիմերն ու անհատական խաղով աչքի ընկած մասնակիցները ևս արժանացան համապատասխան պարգևների։ Պարգևները հանձնեցին ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը։ Հանդիսավոր միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, շնորհավորելով բոլորին և ընդգծելով, որ հաղթեց ընկերությունն ու իրավապահ կառույցների մարզական ընկերության մշակույթ ձևավորելու պատրաստակամությունը։ Նշենք, որ ոստիկանության օրվան նվիրված Դինամո մարզական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին մեկնարկել էր իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնությունը, որին մասնակցում էին ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության, պետական վերահսկողական ծառայության և պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը։ Առաջնության նպատակն էր իրավապահ կառույցների միջև ձևավորել մարզական առողջ հարաբերություններ։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հավաքական թիմերին, պատվավոր երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնելու առթիվ և շնորհակալություն ենք հայտնում իրավապահ մյուս գործընկեր կառույցներին ակտիվ համագործակցության համար։